Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, քանի որ մենք ուղիղ եթերում ենք, ձեզ նույնպես հնարավորություն ենք տվել զանգահարելու, գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, հիշեցնեմ հեռախոսահամարը 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am Այսօր, ինչպես եւ խոստացել էինք 3, մենք հյուրընկալել ենք գաստրոենտերոլոգ Հայկ Մանասյանին եւ խոսելու ենք ստամոքսաբորբի կամ գաստրիտի մասին, հասկանանք թե ինչու է շատ ցավում շատերի ստամոքսը եւ ինչու է այդ խնդիրը այդքան տարածված, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանոթում։ Չուտեք շատ արագ եւ միայն 4 սնունդ, եթե չեք ուզում գաստրիտ ունենալ։ Սա բժիշկների ամենադասական խորհուրդն է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումից խուսափելու համար։ Հաճախ գաստրիտը անտեսվում է։ Մարդիկ մտածում են, որ ստամոքսի ցավ բոլորի հետ պատահում է։ Տաք թեյ կամ դաղձի թուրմ կխմեն կանցնի։ Մինչդեռ սա խնդիր է, որ կարող է որոշակի ժամանակ անց վերածվել ստամոքսի խոցի, առաջ բերելով ամենաանցանկալի հետևանքներ։ Բժիշկները տարբերակում են բարձր, նորմալ եւ ցածր սեկրետոր ֆունկցիայով սուր եւ քրոնիկ գաստրիտներ։ Ինչով են դրանք տարբերվում միմյանցից, ինչպես են արտահայտվում եւ ախտորոշվում դրանք, որոնք են բուժման ժամանակակից միջոցները, ինչպիսի կապ գոյություն ունի գաստրիտի եւ մարդու հոգեբանական վիճակի միջեւ, եւ ինչպես դառնալ սնվելու բարձր մշակույթի կրող ժամանակակից կյանքի խելահեղ ռիթմի պայմաններում։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր գաստրոենտերոլոգ Հայկ Մանասյանն է եւ մենք խոսում ենք գաստրիտի մասին։ Եթե ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Բարև ձեզ բժիշկ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Անկեղծ ասած, հաղորդումից առաջ շատ փնտրեցի տեսանյութի համար վիդեոնյութեր գաստրիտ բառով, հա, եւ շատ քիչ նյութեր կան YouTube-ում, միթե գաստրիտը այլ ձևով է կոչվում, թե հիմա այդ հիվանդության մասին այդքան չեն խոսում։ Ընդհանրապես գաստրիտը, այսինքն ստամոքսի բորբոքումը, թարգմանաբար դա է նշանակում, ավելի ճիշտ է այսպես ասել, դա ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է մեծ հաշվով, բայց գաստրիտը դա մեկ հիվանդություն չէ, դա հիվանդությունների խումբ է եւ ճիշտ է ասել գաստրիտներ։ Այո։ Այսինքն կան տարբեր պատճառներից ի հայտ եկած ստամոքսի բորբոքումներ, որոնցից ամեն մեկը տարբեր տիպի ընթացք է ունենում, կարող է լինել կարճաժամկետ, որը ասում ենք սուր, լինում է մի քանի շաբաթ, կարող է լավանալ նույնիսկ ինքստինքյան, առանց դեղորայքային միջամտության, կարող է լավանալ բժշկի օգնությամբ, դեղորայքային միջամտությամբ, սրանք կարճաժամկետ գաստրիտներն են, լինում են, անցնում են անհետևանք։ Այսինքն ես ճիշտ կանեի բժիշկ, որ փնտրեի ստամոքսաբորբ, ստամոքսի այսինքն ցանկացած դեպքում այստեղ այնքան խրթին իրավիճակ է, որ դուք ինչ էլ փնտրեիք, գտնելու եք հանրամատչելի ինֆորմացիա գտնելու եք բավականին սուղ եւ մյուս տեսակ ավելի երկարաժամկետ տարիներ տևող գաստրիտներն են, ստամոքսի բորբոքումներն են, որոնք էլի դարձյալ իրենց պատճառներով տարբեր են եւ իրենց ուրեմն խորացվածության փուլով են տարբեր, այսինքն որքան են առաջ գնացել այս հիվանդությունները տարիների ընթացքում, ամեն մի փուլը իրենից առանձին ախտորոշում է ենթադրում արդեն։ Այդ իսկ պատճառով այստեղ մի քիչ խրթին իրավիճակ Եվ բացի բուն գաստրիտ հասկացողությունից, որը այսպես ասած գաստրիտ գիտական հասկացողությունից, բժշկագիտական հասկացողությունից, պրակտիկ աշխատանքում, հատկապես արտասահմանում, կարող է կիրառվել ոչ թե գաստրիտ հասկացողությունն իր տարատեսակներով, այլ առաջին հայացքից, առաջին իսկ պահից վերցնում են դիսպեպտիկ համախտանիշ հասկացողությունը, այսինքն ապամարսողական, թարգմանաբար այդպես կներեք, խանգարված մարսողության համախտանիշ, որը իրենից ենթադրում է վերին որովայնում, որովայնի վերին հատվածում, ցավ կամ դիսկոմֆորտ, որը կապված է սննդ ընդունման հետ։ Կամ ուտելուց ուժեղանում են այս սիմպտոմները, կամ ուտելուցի հայտ են գալի, կամ հակառակը ուտելը մեղմացնում է։ Մի խոսքով այս դիսպեպտիկ համախտանիշ կարող են աշխատանքային դիագնոզ որպես վերցնել եւ
աշխատել որպես դիսպեպտիկ համախտանիշ, գաստրիտին հասնել այս աշխատանքի մեջ կամ չհասնել ընդհանրապես։ Օրինակ կարող է մարդը վերցնել դիսպեպտիկ համախտանիշ, իրականացնել բուժում, կարճ եմ, այսպես ներկայացնում։ Եվ վիճակը լավանում է, մեկ եւ ընդմիշտ լավանում է։ Ինչպես ասում են, բանը չհասնի գաստրիտին։ Բանը չի հասնում, ախտորոշել այնտեղ գաստրիտի որ տեսակներ, ինչ փուլում է եւ այլն։ Հաջորդ անգամ խոստանում եմ, ես կփնտրեմ դիսպեպտիկ համախտանիշ կամ պարզապես ստամոքսաբորբ, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, որովհետեւ ավելի հեշտ գտնեմ։ Մենք դեռ հաղորդումը չենք սկսել, բայց արդեն ունենք հեռախոսազանգ, դասենք հեռուստադիտողին չսպասի։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես խնդրում եմ ինձ ասեք, իժոգա է ինձ մոտ, ոնց անեմ, որ այդ իժոգան ասնի, անընդհատ անհանգստացնում է ինձ, այրոսներ կար կոկորտումս եւ միջև ներքև տենց ոնց որ կերակրափողի ձևով էլ է, խնդրում եմ, եթե հնարավոր է պատասխանեք այդ հարցին։ Շնորհակալություն, չգիտեմ ինչքան կապ ունի իժոգան գաստրիտի հետ։ Նախկինում նոր ասացինք դիսպեպտիկ համախտանիշի մասին, սրանից մի 10 տարի առաջ դիսպեպտիկ համախտանիշի մեջ, որ ասացինք վերին որովայնային ցավ կամ դիսկոմֆորտներ, մտնում էր նաև այրոցը հետկրծոսկրային։ Հետո հասկացան, որ հետկրծոսկրային այրոցը ըստ էության այլ օրգան, այսինքն կերակրափողի հիվանդություն է, ոչ թե ստամոքսի, եւ երկու բառով ասեմ, հետկրծոսկրային այրոցը սննդընդունման հետ կապված, ավելի քան 30 րոպե տևող եւ մի խոսքով ոչ սրտային ծակման, հա, կերակրափողային ծակման, եթե ինչ-որ այլ նշաններ կան, որոնք մի քիչ ավելի կարճաժամկետ են, կամ ոչ միայն այլոց ավելի տարածուն են, սննդընդունման հետ այդքան էլ կապված չեն, ավելի կապված են ֆիզիկական ակտիվության հետ եւ այլն։ Մի խոսքով դա սրտային չէ, հետկրծոսկրային այրոցը, դա կերակրափողի բորբոքման, գրգռման նշան է։ Եվ այստեղ մոտեցումները շատ պարզ են, փորձնական ստուգողական բուժում ենք իրականացնում 1-2 շաբաթով, մինիմումը սա է, թթվայնությունը նվազեցնելու տակտիկա, դեղորայք ենք տալիս, որը թթվայնությունը ընկճում է, օրգանիզմ թթվարտադրությունը ստամոքսում ընկճում է եւ թթվային պարունակությունը չի հայտնվում կերակրափողում, չի առաջացնում այրվածք, եւ եթե ուրեմն սրա վրա, այս դեղորայքի վրա 1-2 շաբաթում լավանում է մարդը, նշանակում է այո, այստեղ կերակրափողի բորբոքում էր եւ այս տակտիկան շարունակում ենք 1-2 ամիս։ Մյուս մոտեցումը դա չօգնի եւ հարցը հասնի վիրահատական։ Եթե դա չի օգնում, այստեղ ախտորոշումը վերանայելու հարց կա արդեն։ Այստեղ այս մի շաբաթ, 2 շաբաթվա կուրս է, այսպես ասած, հա, դա ստուգողական կուրս է, համ ախտորոշում ես դնում դրանով, համ բուժում ես իրականացում միաժամանակ։ Այո։ Եվ մյուս տակտիկան դա ուրեմն այս դեպքում էնդոսկոպիկ հետազոտություն է իրականացվում, զոնդով նկարահանում են կերակրափողը, աչքով տեսնում համոզվում ենք, որ այնտեղ բորբոքային ակտիվություն կա եւ նոր սրանից հետո բուժում ենք նշանակում։ Երկու տակտիկաներից որը կընտրի բժիշկը կախված է հիվանդի տարիքից, ասենք մինչեւ 40-50 տարեկան անձանց մոտ կարելի է ընտրել առաջի տակտիկան առանց ստուգման։ Մինչեւ 40-50 տարեկան անձինք, որոնք ունեն տագնապահարույց նշաններ, օրինակ արյունահոսության նշաններ, չգիտեմ, կեղտի գույնի փոփոխություն, քաշի անկում, ջերմություն, ցավային համախտանիշը ցավային համախտանիշը միանում այրոցի զգացողությանը, դրա հետ միասին կլմանակտի խանգարումներ կան, կամ ասում եմ, այստեղ շարվում է կերածս։ Եթե այսպիսի նշաններ կան, սա ստիպում է, որպեսզի ցանկացած տարիքի անձի մոտ իրականացնենք էնդոսկոպիկ հետազոտություն, նոր միայն աչքով տեսնելուց համոզվելուց հետո միայն ախտորոշումը դնենք եւ բուժենք։ Իսկ եթե այս տագնապահարույց նշանները չկան, մինչեւ 40-50 տարեկան անձանց մոտ կարելի է միանգամից սկսել բուժում եւ բուժումը արդյունավետ լինելու դեպքում թթվայնության ընկճման բուժումը արդյունավետ լինելու դեպքում այս գիծը շարունակում եք 1-2 ամիս։ Եթե սիմպտոմները համառում են, լրացուցիչ հետազոտությունների կարիք կա ու նորից ախտորոշումը վերանայելու կարիք կա։ Հասկանալի է, հուսանք հիմա ինչ անել այս դեպքում գնալ հետազոտվել նախ բարձր կախված արդեն տարիքից, ուղեկցող նշաններից, այսպես։ Հասկանալի է։ Ես այդ խոստումս կպահպանեմ եւ կփնտրեմ գաստրիտների խումբը նաեւ այլ անվանումներով, բայց խնդրում եմ անդրադառնանք նաեւ այդ հիվանդությունների խմբի տարածվածությանը, որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ չկա մեկը, որ գոնե մի անգամ չի բողոքել ստամոքսի ցավից եւ շատ են մարդիկ, ովքեր պարբերաբար են բողոքում այդ ցավերից։ Երբ ցավում է ստամոքսը, դա նշանակում է, որ անպայման այդ գաստրիտներից որևէ մեկն է անհանգստացնում մարդուն, թե այլ խնդիրներ կարող են լինել եւ որքան տարածված է, հատկապես որ խմբի, որ տարիքային խմբերի, գուցե տարբեր սեռերի մոտ տարբեր չափով է տարածված։ Գաստրիտները հիմնականում
այդ որ բոլորի մոտ ինչ որ ժամանակ լինում է, դա սուր գաստրիտների մասին է խոսքը, երբ որ ինչ որ կամ քիմիական նյութից, ասենք, չգիտեմ, ալկոհոլ ենթադրենք, կամ կծու սնունդ, կամ ինչ որ անորակ սննդից, որի մեջ կարող են եւ ասենք արդեն անպիտան նյութեր լինել, որոնք վնասեն ստամոքսը, եւ կարող են լինել բակտերիաներ կամ վիրուսներ, որոնք նույնպես կարող են վնասել ստամոքսը։ Այո։ Ուրեմն այսպիսի սուր գաստրիտներն են սրանք, որոնք հիմնականում լինում եւ անցնում են, բոլորի մոտ ինչ որ ժամանակ լինում է։ Այստեղ տարիքային եւ սեռային այդպես առանձնահատկություններ որպես այդպեսին չկան։ Միայն տարիքի հետ կարող եմ ասել, որ ստամոքսի դիմադրողունակությունը ավելի ընկնում է մեծահասակների մոտ, ծերերի մոտ արդեն ավելի ընկնում է եւ կարող են ավելի նրանք թույլ նշաններ տալ, բայց process-ը ախտարում ավելի խորը լինի։ Եվ միևնույն երեխաների մարսողությունը ավելի քիչ կատարելագործված է, քան մեծահասակների մոտ, եւ մեծահասակները ավելի դիմադրողունակ են սննդային կամ օրինակ, ասենք նույն ալկոհոլը բնականաբար, երբ ասում ենք ալկոհոլային վնասված, քաշվի ունենք մեծահասակների մոտ, որոնք ըստ էության դիմանում են այդ վնասվածքին սովորաբար, չէ, օգտագործում են, բայց որոշ դեպքերում դա կարող է արդեն ընդհանուր օրգանիզմի թուլացման հետ, մրսածության հետ, գերհոգնածության, անքնության, մի խոսքով վնասող այլ ազդակների զուգակցության դեպքում կարող է առաջանալ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում սուր բնույթի, ժամանակավոր։ Այ քրոնիկական բնույթի եւ արագ էլ վերա։ Քրոնիկական բնույթի ախտահարումը արդեն ավելի էլի տարածվածության առումով շատ տարածված է, բայց այստեղ պետք է այս հարցը հատուկ շեշտեմ, որ միշտ չէ որ ցավային համախտանիշով է ուղեկցում։ Շատ մարդիկ ունեն գաստրիտ, ստամոքսի քրոնիկական բորբոքում, բայց որևիցե կերպ դա իրենց չի անհանգստացնում։ Եվ անցնում է տասնամյակներ, ասենք զարգանում է օրինակ, հա, ստամոքսի խոց։ Այսինքն ստամոքսի խոցը միանգամից բնույթ է կրում։ Ստամոքսի խոցը լինում է առաջին նշանը գաստրիտի։ Այստեղ դասակարգենք առանձնացնենք ստամոքսի խոցը 12 մատնյա աղու խոցից, որոնք բոլորովին այլ հիվանդություններ են, երկուսն էլ խոցային հիվանդություն են, բայց 12 մատնյա աղու խոցը մի որակի հիվանդություն է, ստամոքսի խոցը բոլորովին այլ որակի հիվանդություն է։ Եթե 12 մատնյա աղու խոցին մինիմալ գաստրիտի ֆոնին կարող է զուգակցվել, այնտեղ 12 մատնյա աղիքում ավելի ներքև խոց առաջանալ, ստամոքսի խոցի դեպքում արդեն պետք է գաստրիտը բավականին խորացած, առաջացած լինի եւ ստամոքսի լորձաթաղանթը պետք է մեծ վնասվածքներ կրած լինի տասնամյակների ընթացքում, որպեսզի զարգանա ստամոքսի քրոնիկական խոց։ Ստամոքսում խոց կարող է առաջանալ նաև սուր, հա, ասենք ասպիրին է խմում մի քանի օր, կարող է դրանից խոց առաջանալ ստամոքսում եւ ասպիրինը դադարեցնելով մի քանի օրում այդ ախոցը ապակինվի։ Բայց երբ որ քրոնիկական խոցային հիվանդության մասին է խոսքը, այս դեպքում պետք է ստամոքսի գաստրիտը ծածկընթաց կարող է ընթանալ, ոչ ոք ոչինչ չիմանալ։ Կարող է գարուն աշուն սրացումներ տալ ընդամենը, ակտիվանալ, դրա համար էլ առանձնացնում են քրոնիկական գաստրիտ ակտիվ եւ քրոնիկական գաստրիտ ինակտիվ։ Բժիշկ, մենք ունենք հեռախոսազանգ կրկին, լսենք հեռուստադիտողին։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալո։ 12 մատնահարի վզիկի վրա ես ունեի խոց երկկողմանի։ Այդ խոցը պայթել է։ Ես բժշկի չեմ դիմել, անցել է, գնացել է, առողջացել եմ, լավ եմ զգում, բայց գղտոցներ առաջանում շատ խիստ։ Գղտոցները ինչպես վերացնեմ այդ գղտոցները, գաստրիտի հետ կապված են թե չէ։ Շնորհակալություն։ Այսպես հաճախ է լինում, որ խոցը պայթի, բժշկի չգնա, վստահ լինի, որ պայթել է եւ ինքը իրեն թողնի։ Քանի որ այդպես այդ դեպքերում բժշկի չեն գնում, հաճախությունը դժվար է որոշել, որովհետեւ մենք կարող ենք ոչերը որոշել են հաճախությունը, որոնք գրանցվում են, այսինքն դիմում են բժշկի, բայց երկու բառով ասեմ, որ դա հնարավոր է, ինչ որ բան պայթի եւ չգնան բժշկի։ Պայթել էստեղ ոչ թե թափածակում նկատի ունեն մարդիկ, երբ որ ասում են պայթել, երբ որ թափածակում է լինում, անհնար է բժշկի չդնել, որովհետեւ կյանքի հարցը ժամերի հարց է։ Թեև արունահոսությունն էլ, այսինքն այստեղ երևի եղել է խոցային հիվանդության բարդություններից, մյուս մահացու բարդություններից իդեպ հատուկ նշեմ արունահոսությունը, որը իհարկե պացիենտը իր ոչ կոռեկտ տեղեկացվածության պատճառով սեփական կյանքը վտանգի ենթարկելով չի դիմել բժշկին, բայց դա կարող է մի օր այդ արունահոսությունը լինել եւ այնտեղ ժամերի հարց լինի ողբերգական վախճանը։ Դրա համար ուղղակի նայեք ինչ հեշտ հարց կա լուծման։ 12 մատնյա աղու խոցային հիվանդությունը 10-ից 14 օրվա ընթացքում հիմնական փուլը բուժման կարելի է բուժել։ Լավ, մի 10-15 օր էլ դրանից հետո կարելի է դեղորայք օգտագործել եւ վերջ։ Գումարային այս բուժումը 1000 ներողություն, ես պետք է այստեղ թվեր ասեմ, հա, մոտ մի 20000 դրամի, կարող 30000 դրամի պատմություն կարող է լինել։ Այսինքն դեղորայքը նկատի ունեք եւ այո, դեղորայքը։
Ուրեմն այս մատչելի, ես կարծում եմ, որ սա կյանքի համար, եթե սա մատչելի բուժումը Չնչին կարելի ասել գումար է։ Մարդիկ հիմա այդ տվյալ պացիենտը, հա, հարց տվող անձը բաց է թողել եւ հիմա նստել սպասում է մյուս գրոհին խոցի, որը այո կարող է նորից բարթանալ, բայց արդեն լինել իրոք ոչ այնքան օպտիմիստական ելքով, որը եղել է նախորդ դեպքում։ Այսինքն խնդրենք, հորդորենք, որ եթե նման բան լինում է, դիմեք բժշկի։ Բացի այդ, այնտեղ կա եւ պերֆորացիա, մյուս մահացու բարդությունը, որը կարող է լինել խոցի հետ կապված, եւ կարող են լինել արդեն վիրահատական բարդություններ, այստեղ պենետրացիան եւ այսինքն թափանցում այլ օրգան, խոցային process-ը շարունակվում է եւ նեղացում, որը ուզի պիտի վիրահատվի, որը արդեն գալիս է հարյուրավոր հազարավոր մի քանի 100,000 դրամի ծախսի տակ են գնում։ Ես այստեղ մենակ խոսում եմ, հələ թողնում ենք առողջական կողմը, հա, պրակտիկ կողմն եմ նայում հարցի։ Մարդը կարող է այդ հարցը մի ամսում 30,000 դրամով լուծել ու նստել սպասում է, չգիտեմ ինչին, գղտոցները։ Գղտոց, այո։ Գղտոցները կարող են զուգակցել, այս ամեն ինչի կարող են չլինել։ Երկու հիմնական պատճառ կա։ Մեկ կերակրափողի բորբոքումը կարող է գղտոցների պատճառ դառնալ հիմնականում, հա, եւ մյուսը շատ գրեթե անհայտ է սա, մարդիկ գրեթե չգիտեն, որ այսպիսի բան է լինում։ Ես ժողովրդական լեզվով եմ օգտագործում, խոսք եմ օգտագործում հասկանալու համար, հասկանալի լինելու համար։ Ուրեմն կերակրափողային նևրոզ այսպիսի հասկացողություն կա, կամ գերգղտոցային համախտանիշ, որը ոչ թե բորբոքային հակաբորբոքիչ դեղերով կամ ոչ թե թթվայնությունը կարգավորելով է լուծվում, այլ նյարդային համակարգի վրա ազդող դեղերով է լուծվում։ Հիմա ես այստեղ չգիտեմ գղտոցը հիմնական այս երկուսից որի դրսևորումն է, ավելի հավանական է 12 մատյայից հետո Չէ, 12-ից չի գալի գղտոցը։ Գղտոցը ավելի շուտ կերակրափողային սիմպտոմ է, ստամոքս կերակրափողային անցման հատվածի խնդրեմ է։ Հնարավոր է թե թթվայնությունը այնուամենայնիվ դեր ունի, եւ այստեղ էլի կարելի է սահմանափակ ժամանակահատվածով բուժում իրականացնել եւ դրա վրա եթե գղտոցները անհետանում են, նշանակում է սա այո կապված է թթվայնության հետ, կապված է կերակրափող ստամոքսային բորբոքման հետ միգուցե, բայց եթե չի անցնում, այս դեպքում միացնում ենք արդեն նյարդային համակարգի հետ կապված դեղորայքը եւ ավելի հեշտ վերահսկվում է գղտոցային համախտանիշը, բայց երկրորդ դեպքը, երբ որ նյարդային համակարգի հետ է կապված, իներվացիայի հետ է կապված, այս դեպքում արդեն ավելի դժվար է գղտոցը լինում վերահսկել։ Դա դժվար բուժվող խնդիր է դառնում, երկար տարիներ, տասնամյակներ անհանգստացնում է մարդկանց, երբեմն կյանքի որակի վրա այն աստիճանն է ազդում, որ մարդիկ գիշերը չեն կարողանում քնել այս գղտոցային համախտանիշի պատճառով։ Սրանք մի քիչ ավելի արդեն բարդ հարցեր են, գաստրիտին այդքան էլ կապ չունեն, նյարդաբաներն էլ այդքան չեն կարող զբաղվել, որովհետև այստեղ գաստրոենտերոլոգ երևի ավելի շատ գաստրոենտերոլոգ, հոգեբան, գաստրոենտերոլոգ, հա էլ էսպես, հիմա թե հոգեթերապևտ կանվանեք, ինչպես կանվանեք։ Հասկանալի է։ Ավելի շուտ էսպես այն ծանր դեպքեր, հա, եթե իհարկե դա կապված է, ասեցի, նյարդավորման մի խոսքով ոչ ստամոքսային, ոչ բորբոքային խնդիրների հետ։ Նախ բարձելու համար թե գղտոցը ինչից է։ Մի խոսքով տվյալ պացիենտը ուրեմն թող շատ արագ կազմակերպի իր խոցային հիվանդության բուժումը, որը բարդ բան չէ։ Դրանից հետո ինչ հետքեր կմնան, ինչ սիմպտոմներ կմնան, նոր դրա մասին առանձին խոսակցություն կարելի անել։ Ես որքան հասկանում եմ, չեմ հասցնելու զանգերի արանքում իմ հարցերը տալ, հեռուստադիտողը արդեն սպասում է, լսենք նրա հարցը նույնպես։ Ալո։ Բարև ձեզ բժիշկ, բժիշկ ես հարց ունեմ ձեզ, ուրեմն իմ մոտ կա շատ վաղուց որովայնի ցավեր, կատարել եմ հետազոտություններ, անցել եմ կոլոնոսկոպիա, անցել եմ կատե, վաղուց է ցավը, բուժումները ստացել եմ, բայց ամբողջ օրը կարող եմ ասել, որ ցավը չի դադարում։ Ուրեմն իմ մոտ հետազոտություններից պարզվել է, որ ունեմ հաստ աղիքի էրոզիա, եմարագիչսկի յազվենի կոլիտ եւ ունեմ հաստ աղիքի ձվերտիկուլներ։ Ինչ է նշանակում ձվերտիկուլներ, դա կյանքին վտանգ սպառնում է, թե չէ։ Շնորհակալություն։ Մի ամբողջ դիագնոզ կարդաց։ Այստեղ բավականին մեծ հարց է, ուրեմն եկեք վերջից սկսեմ։ Դիվերտիկուլը դա աղիքի այստեղ արտափքումն է, որը ձեռքբերովի կարող է լինել, կապված փորկապությունների հետ երկար տարիների, այսինքն ինչ պետք է անեն, պետք է փորկապությունները լուծել, այնպես բուժել, որ փորկապություն չլինի, դա դժվար բան չէ, հեշտ բուժվող բան է, բջջանյութ ավելացնում ենք դիետայի մեջ եւ այստեղ դիվերտիկուլը կարող է հանգստանալ։ Դիվերտիկուլը կարող է բորբոքվել, դառնում է դիվերտիկուլիտ, ընդհանրապես այդ վերջացանցը նշանակում է բորբոքում տվյալ օրգանի։ Կարող է դիվերտիկուլիտ լինել, որը արդեն պրոբլեմատիկ է։ Այս սա կարող է պատրվել դիվերտիկուլը,
բորբոքման հետևանքով այդ բորբոքումը տարածվել ամբողջ որովայնում բացվում է վիրահատական խնդիր, վիրաբուժական խնդիր է դառնում։ Դրա համար պետք է այնպես անել, որպեսզի այդ բորբոքումը բանը դրան չհասնի, հետևաբար պետք է դիվերտիկուլը ամենուր դատարկվի, աղիքում փորկապություն պետք է չլինի։ Եվ եթե կա դիվերտիկուլոզ, դա արդեն լուրջ խնդիր է, երբ որ ամբողջ աղիքը դիվերտիկուլներով է պատված, տասնյակ հարյուրավոր դիվերտիկուլներ են լինում, այստեղ միանգամից վիրահատական է հարցը, աղիքը պետք է հեռացնել այնքան հատվածով գոնե, ինչքան որ դիվերտիկուլն է կամ հնարավոր է ամբողջ աղիքի հեռացում։ Սա արդեն բարդ վիրաբուժական խնդիր է, անհատական մոտեցում է պահանջում, այսպես եթերով ընդհանուր խոսելու բան չէ։ Հիմնականում այս վերջի դեպքը չի լինում, հիմնականում լինում են հատուկեն դիվերտիկուլներ, որոնք առաջին սկզբից վիրահատություն չեն պահանջում, բայց բարդանալու դեպքում կարող է բանը հասնի դրան։ Եթե չեն բարդացել պերֆորացիայով, ընդհանրապես դիվերտիկուլներն են, լուծեք ձեր փորկապությունը։ Երկրորդ, խոցային կոլիտը այստեղ մի քիչ անհասկանալի է, որովհետև խոցային կոլիտ ասվածը կարող է լինել երկու դեպքում՝ սուր, այսինքն հանկարծակի եղավ ինչ որ ինֆեկցիա էր տանում, շիգելա, հա, ենթադրենք դիզինտերիա ասվածը։ Խոցային կոլիտը եղավ եւ անցավ։ Եվ կարող է քրոնիկական հիվանդություն խոցային կոլիտ, որը գրեթե ամբողջ կյանքը դեղորայքային բուժում է պահանջում, մշտական վերահսկողություն եւ հաբերի եւ մոմիկների եւ դեղորայքային հոգնաների ձևով, սա մի քիչ ավելի բարդ խնդիր է ու ամբողջ կյանքի վարում է պահանջում, դա արդեն մի խոսքով կուրսային բուժում չէ։ Սա էլ է այսպես, հիմա ես չգիտեմ այստեղ խոցային կոլիտներից որ տարբերակներ է, եթե սուրը անցել է, հիմա արդեն խոսալու բան չկա այդ հարցի շուրջ, եթե դա քրոնիկականն է, ուրեմն պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել եւ հսկել։ Ինչ վերաբերում աղիներին, ինչ վերաբերում փորը ամբողջ օրը լինող ցավին։ Ամբողջ օրը փորը լինող ցավը կարող է եւս երկու խնդիրը փորացավի պատճառ լինել, բայց եթե այս երկու խնդիրները կատեն այստեղ ինչ են արել, ինչ են համակարգչային շերտագրություն արել։ Երևի թե աղիքի հետազոտությամբ չեն բավարարել, եթե ցավը չի բացատրվել միայն աղիքով, ելի ինչ որ բան են փնտրել, հա, դրա համար համակարգչային շերտագրություն են իրականացել, չգիտեմ։ Լավ, ենթադրենք այս երկու ցից չի ցավել, ինչից կարող է ցավը լինել։ Ամբողջ օրվա ցավը ամենահաճախ դեպքերում դա մկանացավեր, նյարդացավեր են, որովայնի պատի։ Մարդիկ միշտ մոռանում են, որ որովայնը առաջին դա մկանային շերտերով ծածկված մի հատ խոռոչ եւ այս մկանային շերտերն էլ հարուստ նյարդավորում ունեն։ Եվ այս ցավերը չի կարող տարբերակել թե որովայնի պատի հատվածն է ցավում, թե ներքին օրգանների։ Մարդը կարող է գոնե իմանալ եւ այսպես է, բժիշկ ջան, այստեղս ինչն է, այդտեղը նախ մաշկն է, հետո ենթամաշկն է, դրանք լիքը նյարդավորում ունեն, հետո մկանային շերտը, դրանք նույնպես նյարդավորում են։ Եվ որովայնի ցավերը ամենահաճախ հանդիպող ցավերը դրանք որովայնի պատի նյարդային ցավերն են, որոնց բնութագրիչն է կետային կամ գծային ցավ, ոչ թե տարածուն, այլ աղիքային ցավերը, դրանք տարածուն ցավեր են։ Լեղապարկի, կույրաղիքի, ստամոքսի, խոցի, կետային եւ գծային ցավերը, դրանք հիմնականում նյարդի ցավեր են։ Եվ այս ցավերը տեղակայված են լինում ոչ թե կենտրոնական որովայնում, այլ տեղակայված են լինում աջ եւ ձախ։ Հիմնականում աջ եւ ձախ կետային կամ գծային ցավերը, որոնց երրորդ հատկանիշը դեպի մեջք են ճառագայթում, դեպի ողնաշար են ճառագայթում։ Այս ցավերը ավելի հավանական է որ լինեն որովայնի պատի ցավ, նյարդի ցավ, հա, ոչ թե ներքին օրգանի։ Այսինքն նյարդաբանի մոտ գնալու նյարդաբաները դարձյալ եւ ոչ միայն նյարդաբաները, այստեղ բուժման խնդիրներ ունենք, այստեղ սրանք դժվար բուժվող հարցեր են։ Դա ինչ-որ անվանում ունի այդ հիվանդությունը։ Ուրեմն սրանք կարող են միջկողային նևրալգիա լինել, սա մի ախտորոշում, կարող են ճյուղի օղակում, ճզմում լինել, entrapment syndrome են կոչվում, առանձին վերցրած, հիմնականում այս երկու ախտորոշման մեջ տեղավորվում ենք, հա։ Բայց երկու դեպքում էլ բուժման խնդիրներ ունենք, որտեղ սրանք քրոնիկական ցավեր են, կապված են ոչ միայն, ասինքն ոչ միայն ներվի ճզման կամ բորբոքման հետևանքով, այլ նեյրոպաթիկ ցավ է, սա արդեն ներվի փչացման հետևանքով է ցավի հայտ գալի։ Իսկ այդ դեպքում մի խոսքով բուժումները խնդիր են։ Միակ լավ բանը այս ցավերի այն է, որ սրանք չարվորակ ցավեր չեն, հաշմանդամության չեն տանում, մահացու ելքով չեն ավարտվում եւ այսքանով մխիթարվել կարելի է։ Սրտից մրսելուց անհարմար շարժումից ծանրություն բարձրանալուց ուժեղանում են, տաքից, հանգստից, սեզոնի հետ կապված է, տարիքի կարող են ավելի մեղմանալ, ավելի հանդիպում են կանանց շրջանում, քան տղամարդկանց մոտ։ Մի խոսքով ամբողջ օրվա ցավը տվյալ պացիենտի, հա, կարող է կապված լինել այսպիսի բանի հետ, բայց հիմքում ինքը երկու լուրջ դիագնոզ ասեց, եւ այստեղ պետք է արդեն զանազանվի, ցավը կապված է դիագնոզների հետ թե չէ, եւ կատեն եթե ինչ-որ բան տված լիներ, նա կարծում եմ մեզ փոխանցել։ Որովհետև մանրամասն կարդում եք, կարծում եմ, եթե կատեն ոչինչ չի տվել, եթե այդ երկու դիագնոզի մեջ ցավը չի տեղավորվում, մի հատ որովայնի պատի մեջ ցավը մանեկեք, որպես որովայնի պատի մեջ պատճառը կարելի է մանել։ Այո, բժիշկ, փաստորեն հնարավոր է անդրադառնանք գաստրիտներին, հա, խոսակցությունը, քանի որ գաստրոենտերոլոգ եք,
եւ մարդկանց հարցերը շատ են, երբեմն շեղվում ենք թեմայից։ Փաստորեն հնարավոր է, որ գաստրիտները ընթանան, բոլորովին անցավ, երբ խոսքը գնում է հատկապես քրոնիկական գաստրիտի մասին, անցավ մարդը որևէ մի բողոք չունենա եւ հանկարծակի միանգամից ստամոքսի խոց առաջանա։ Եվ հնարավոր է անընդհատ ցավեր զգա, բայց դա կապված չլինի ոչ մի ձևով ստամոքսի կամ գաստրիտների հետ։ Այո, կարող է մարդը ցավեր զգա եւ դա կապված չլինի գաստրիտի հետ։ Ընդհանրապես դիսպեպսիկ համախտանիշ, որ ասում Այդ է։ դեպքում ինչ անի մարդը, որպեսզի այդ իրավիճակին չհասնի եւ միանգամից խոցի ժամանակ չգա բժշկի մոտ։ Այս դեպքում նույնպես պետք է կանխարգելիչ նպատակներով տարեկան 2 անգամ, մեկ անգամ չէ, մի քանի տարին գոնե մեկ անգամ կարելի է հետազոտվել, բայց նայեք ոնց է, գաստրիտ ընդհանրապես իսկական են գաստրիտ ախտորոշումը, այդ ասենց ասած ժամանակակից գաստրիտ ախտորոշումը, դա հիստոլոգիական մեթոդով դրվող ախտորոշում, այսինքն կատարում է գաստրոսկոպիա, գաստրոսկոպիայի ժամանակ վերցնում է ստամոքսից նմուշներ լորձաթաղանթի, իդեպ ստամոքսի տարբեր հատվածներից է վերցվում, ստամոքսաելքի շրջանից առանձին ստամոքսի ընթացքից մարմնի շրջան է կոչվում, դրանցից առանձին ենք վերցում։ Այս նմուշները ուղարկում ենք լաբորատորիա, այնտեղ մշակման է ենթարկվում, հյուսվածաբանական լաբորատորիա։ Մեկ-մեկ ասում ենք ուղարկեք հյուսվածաբանական լաբորատորիա, ասում են մեր տան մոտ լաբորատորիա կա։ Դա հատուկ լաբորատորիա է, դա սովորաբար այն արյան ընդհանուր անալիզի լաբորատորիան չէ։ Շերտեր են բաժանում, մի քանի օրվա մեջ մշակում են, ապակու մեջ դնում են բարակ շերտերով միկրոսկոպի տակ, մանրադիտակի տակ նայում են։ Մանրադիտակի տակ է վերջնականապես ախտորոշվում գաստրիտը, կարելի է այսպես ասել։ Ու այնտեղ ասում են արդեն կա բորբոքում, թե չկա, այսինքն կա գաստրիտ, թե չէ։ Եվ ինչ թե քրոնիկ է։ Քրոնիկ է ակտիվացած, թե քրոնիկ է ինակտիվ։ Գաստրիտը խորացած է թե չէ, որտեղ երկար տարիների գաստրիտի հետևանքով զարգանում են նոր փոփոխություններ, որոնք մենք կարող ենք անվանել նախաքաղցեղային փոփոխություններ։ Նախաքաղցեղային խորը փոփոխություններն են, թե նախնական։ Նախաքաղցեղային խորը փոփոխություններն իրար ցերտին պահանջում են ավելի շուշուտ գաստրոսկոպիաներ, ավելի շուտ նմուշառումներ։ Սրանց ձև հսկում են քաղցկեղի կանխարգելում են, քաղցկեղի առաջացումը, որովհետեւ չառաջանա։ Երբ որ արդեն խորը նախաքաղցկեղ է, շատ խիստ զարգացած նախաքաղցեղ, այս դեպքում գնում է ստամոքսի վիրահատության, քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար։ Մի խոսքով, այս ամեն ինչը մանրադիտակի տակ է երևում։ Եվ բոլոր հիվանդներին չէ փաստորեն, որ դուք ուղարկում եք նման հետազոտություն։ Սա բոլորին չի վերաբերվում, սա առանձին դեպքերում, բայց գաստրոսկոպիա անելիս ցանկալի է նմուշով դուրս գալ, ցանկալի է, ինչ է, այսպես ասում, մեր մոտ ընդհանրապես մեր իրականությունում հազվադեպ որ բիոպսիոն քննության ենթարկվի, հիստոլոգիական դիագնոզ դրվի գաստրիտի։ Սովորաբար այսպես աշկաչափով ենք մոտենում, նայում ենք էրոզիաներ կա, ասում ենք գաստրիտ, նայում ենք կարմրած, ասում ենք գաստրիտ, կարմրած չի, էրոզիաներ չկա, ասում ենք բան չկա։ Այսպես կոպիտ ասած աշկաչափով մոտեցում ենք տալիս, որը հնուց գալիս է այսպես, հնում դա ճիշտ է եղել։ Բայց հիմա մի փոքր ավելի հարցերը խորացել են, թեև ելի ասում ոչ բոլորին։ Այսինքն հնարավոր է, որ այդ նույն արտաքին պատկերը լինի, բայց խոսքը այդ դեպքում գաստրիտի մասին չլինի, այլ արտաքինից հնարավոր չէ։ Արտաքինից ամենափորձառու էնդոսկոպիստը անգամ շատ հաճախ կարող է սխալվել, երբ որ հարցը դնում ես հյուսվածաբանական։ Մտնում ես դեռ լորձաթաղանթը կարմրած, չէ՞։ Իսկ ներողություն, մարդը այտերն էլ կարող են կարմրել, բայց դա ոչ չի նշանակում բորբոքվել է, չէ՞։ Այդպես ռեակտիվ կարող է անոթային լայնացում գնա ստամոքսի լորձաթաղանթում եւ մի պահ քեզ թվում է կարմրած։ Նմուշը վերցնում ես, ուղարկում ես լաբորատորիա, պատասխանը գալիս է իդեալական լորձաթաղանթ։ Այո, հասկանալի է։ Չկա բորբոքում։ Այնպես որ հա, երբ որ էրոզիաներ կան, դա միանշանակ բորբոքում է, հա, էրոզիան, վերքը, քերծվածքը, հա, ստամոքսը, դա միանշանակ բորբոքում է, բայց Իդեպ այդ նմուշ վերցնելը էրոզիայի պատճառ կարող է դառնալ։ Չէ, այդ նմուշը երբ որ վերցնում ես, դա հետո մարդը պետք է որոշակի ժամանակահատված չուտի, ոչ մի բան պետք չի պատրաստ, ոչ մի բան պետք չի հետո իրականացնել ինչ որ հատուկ։ Լորձաթաղանթի բջիջները շարված են շարքով, այսպես պատկերացրեք։ Հիմա ենթադրենք շարքից հանում ենք, պատկերացրեք զինվորների շարք է, հա, 10 հոգի հանեցինք, 100 հոգանոց շարք է։ Այս 100 հոգին կարող է մի քիչ նոսր դասավորվել, չէ՞, ու դա 90 հոգանոց շարքը նույնպես զբաղեցնի ամբողջ տարածությունը, մինչև հետևից կամ կողքերից կավելանա նոր 10 հոգի եւ շարքը նորից կխտանա։ Այստեղ նմուշարումը այսպեսի բան է, սա էրոզիայի պատճառ չի կարող լինել։ Բայց ինչ եմ ուզում ասել, եթե էրոզիայի ակնհայտ բորբոքում է, հա, բայց հարց, իսկ արդյոք այնտեղ նախաքաղցեղային փոփոխություններ չկան։ Այդ հարցի պատասխանը պահանջում է նմուշարում եւ հյուսաբանական քննություն գնահատական մանրադիտակի տակ։ Հասկանալի է։ Լավ, պատկերացնենք մի իրավիճակ, որ կամ այսպես ուղակի նայելով, հա, բժիշկը ախտորոշել է, ինչպես դուք եք ասում, նայելով գաստրիտ կամ ուղարկել են հյուսվածաբանական անալիզի, հյուսվածքաբանական եւ հաստատվել է գաստրիտը։ Հիմա խոսենք բուժման մասին, որովհետեւ գաղտնիք չէ, որ երբ խոսքը վերաբերում է
ստամոքսին, մարդիկ սկսում են լիք մեթոդներ օգտագործել իրենց տատիկների, ընկերուհիների, ընկերների առաջարկներով եւ այլն, եւ մեկը նանայով թե է խմում, մյուսը եզան լեզու է թուրմ սարքում եւ այլն։ Ինչ ընդհանրապես դուք մոտեցում ունեք, ճիշտ է նման բաներ փորձել տանը եւ հետո դիմել բժշկի կամ բժշկի բուժմանը զուգահեռ նաեւ օգտագործել նման ուրեմն ավանդական ժողովրդական մեթոդները, ժողովրդական բժշկության մեթոդները, ես համեմատեմ A կետից B կետ տեղափոխվելու հետ կապված օրինակով, համեմատեմ օրինակ, ասենք, ձիով կամ ուխտով երթևեկելը։ Եթե պիտի ոտքով գնանք, օրինակ ոչ մի բան չպետք է անենք, ավելի լավ է ենթադրենք, որ ժողովրդական մեթոդ օգտագործենք, հա, այդ դեպքում ավելի լավ է A կետից B կետ տեղափոխվենք, ինչ որ ասենք կենթանու միջոցով, հա, ուխտով ենթադրենք։ Բայց ժամանակակից կա տրանսպորտ մեքենա, դա ժամանակից բուժումներն են։ Այս դեպքում ինչի։ Հենց պացիենտը հարցնում է, իսկ եթե զուգակցեմ ձեր դասական բուժումը, դա նույնն է, որ մեքենայով երթևեկելուն զուգակցեք ուխտով տեղափոխվելը։ Դա ինչքանով է նպատակարար։ Նպատակարար չէ։ Դրա համար ավելի լավ է լիարժեք բժշկական մոտեցում, քան թե մնացած բոլոր տարբերակները։ Հասկանալի է։ Մինչև բժշկական մոտեցման անդրադառնալը, իդեպ մեզ քիչ ժամանակ է մնացել, լսենք հեռուստադիտողին, հետո անցնենք բուժմանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հարց տալու, ուրեմն ինձ մոտ, այսպես ասած, կերակրափողի գրիժայա, էրոզիաներ եւ գաստրիտ։ Ինչ կարող եմ անել, եթե ոչ մի դեղորյակ չեմ կարողանում խմել, օգտագործել։ Ալերգիա չունեմ, ուղղակի դեղորյակները ամեն մի դեղ իր բացական ազդեցություն է թողնում։ Շնորհակալություն։ Սկսեմ դեղորայքների բացական ազդեցությունից, ցանկացած այդ էֆեկտ ունի կողմնակի էֆեկտ։ Աշխարհում գոյություն չունի էֆեկտ առանց կողմնակի էֆեկտների։ Առանց կողմնակի էֆեկտների լինում է միայն ինչ-որ sense ներշնչական միջամտություն ունեցող նյութերը, հա, ենթադրենք այս ջուրը տարեք դրեք լուսնի տակ, այսքան օր, չգիտեմ, հետո այսպես բաներակ տարեք խմեք եւ դա առանց կողմնակի էֆեկտների ձեզ կօգնի։ Եթե դա օգնի, դա ընդհանրապես այսպես ճակերտավոր ասած, ներշնչական էֆեկտներ։ Ուրեմն դեղորայքը պիտի ունենա կողմնակի էֆեկտներ, դա հաշվի ենք առնում եւ նաեւ հաշվի ենք առնում հնարավոր օգուտը, այն օգուտը, որը պիտի տա այդ դեղորայքը։ Եթե մեր ակնկալելի օգուտը ավելի բարձր է, քան հնարավոր վտանգները եւ արժի դա այսպես ասած ռիսկին գնալ, մենք կիրառում ենք այդ դեղորայքային բուժումը։ Դա ոչ միայն ձեզ մոտ է այդպես, դա բոլոր պացիենտների մոտ այդ խնդիրը կա։ Ուղղակի դուք կարծում եմ սևեռվել եք այս մտքի վրա, որ դեղորայքը ձեզ մոտ տալիս է ինչ-որ կողմնակի։ Այսինքն պետք է այնուամենայնիվ դեղորայք ընդունել։ Կան առանձին դեղորայքներ, որոնք առանձնահատուկ վնասվածքներ են առաջացնում տվյալ պացիենտի մոտ, մենք խուսափում ենք այդ դեղորայքների օգտագործումից, բայց բոլոր դեղերը միասին չեն կարող։ Բացի այդ, ոչ միայն դուք, այլ նաև օրինակ կան խղիներ, չէ, որոնց մոտ դարձյալ մենք չենք կարող ամեն տեսակ դեղորայք օգտագործել։ Միշտ կա խնայողական մոտեցում։ Վերջին հաշվով ձեզ կարելի է ավելի շուշուտ հսկել, օրինակ։ Վերջին հաշվով էրոզիաները, եթե սիմպտոմներ են առաջանում, այստեղ ուղղակի հիմա պետք է առանձին էրոզիաների մասին երկու բառով արդեն ասացինք ինչ է։ Էրոզիան, եթե սիմպտոմներ չի առաջացնում, մեզ ավելի ինքը հետաքրքիր է, որպեսզի նախաքաղցկեղային խորը փոփոխությունների բանը չհասնի։ Այսինքն մեզ պետք է հսկել։ Հասկանալի է։ Բժիշկ, պատկերացնում եք, մեր ժամանակն ավարտվեց եւ նույնիսկ բուժմանը չհասցրեցինք նորմալ անդրադառնալ։ Ես վերջի խոսք ասեմ տվյալ պացիենտի հետ կապված, հա, ուղղակի չեմ ուզում անպատասխան թողնել։ Ուրեմն հարգելիս, դուք սկսեք սենց մի հատ ուրեմն հոգեբան եւ մի գաստրոենտերոլոգ, որին կհավատաք, հա, անվերապահորեն կհավատաք։ Եթե ոչ մեկին չեք հավատում, բժշկի մի գնացեք, չգիտեմ, դիմեք միայն հոգեբանի։ Բայց հոգեբան եւ գաստրոենտերոլոգ, որին կհավատաք անվերապահորեն եւ անպայման ընթաց տվեք ձեր հարցին։ Ձեր հարցը հեշտ լուծում ունի ցանկացած պարագայում։ Դուք միակը չեք այդպիսի խնդրով եւ միայն դեղորայքային անտանելություն ունեցող պացիենտները չեն, որոնք հատուկ վերաբերում են պահանջում, ձեզ կարելի է օգնել ցանկացած դեպքում։ Շատ շնորհակալություն եւ խոստացեք, որ մեկ անգամ էլ կգաք մեր հաղորդմանը հյուր, որպեսզի մենք էլեկտրոնային փոստով այսօր ստացել ենք ուղիղ 7 հարց, բայց չկարողացա ես ընթերցել, մեր ժամանակը սպառվեց եւ նաեւ որպեսզի մանրամասն անդրադառնանք գաստրիտների բուժմանը, թե մի կողմ դնելով տատիկների մեթոդները, ինչ պետք է անեն բժիշկների ցուցումներով մարդիկ, ովքեր ունեն գաստրիտ, այս կամ այն տիպի։ Շատ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ
Այսօր մեր տաղավարում էր գաստրոենտերոլոգ Հայկ Մանասյանը, բավական ակտիվ բժիշկը բացատրեց այն, ինչ հարցրեցին մեր հեռուստադիտողները, հարցրեցիք դուք, բայց մի բան, որ եթե ունեք բողոքներ կապված ստամոքսի հետ, պետք չէ ուղղակի տանը նստել եւ որոշել, որ այսօր այս թուրմը խմեմ, մյուս օրը մյուսը, այնուամենայնիվ դուք անպայման խորհրդակցեք բժշկի հետ եւ գուցե եւ զուգակցեք նրա եւ ձեր տարբերակները գաստրոենտերոլոգիան փաստորեն յուրահատուկ նման մասնագիտություն է։ Վաղը մենք խոսելու ենք բժիշկ Մանկաբուժի հետ եւ եթե ունեք հարցեր երեխաների առողջության հետ կապված նախապատրաստեք, կհանդիպենք վաղը, առողջ եղեք։